այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմ, հայկական։ Ռոբերտ Քոչարյանն օրերս կրկին որոշեց հիշեցնել իր մասին եւ կրկին իր խոսույթով շարժեց հանրության զայրույթը։ Նա դասախոսների եւ ուսանողների հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին մեղադրեց 2020 թվականի պատերազմը հրահրելու, ինչպես նաեւ իր բառերով ասած Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը քաշելու համար։ Ժանրի կանոնները պահելով Քոչարյանը նաեւ հայտարարեց, թե իրենց տարիներով կառուցած անվտանգային համակարգերը 2 տարում իշխող ուժը քանդել է։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը հայկական ժամանակի հետ զրույցում անդրադառնալով Քոչարյանի հայտարարություններին նկատում է այն, որ այդքան խոսվում է հիբրիդային պատերազմի մասին, դա պոզավոր, պոչավոր կենդանի չէ, հենց սա դասական հիբրիդային պատերազմի օրինակ է։ Կա, երբ որ Հայաստանում գտնվող գործիչները, մարդիկ որոշ դեպքերում իրանց կամքից անկախ, այսինքն որպես օգտագործվող ապուշ են հանդես գալիս, իսկ որոշ դեպքերում հենց դիտավորությամբ էլ դառնում են գործիք, զենք պայքարելու Հայաստանի դեմ, Հայաստանի շահերի դեմ, արդարացնելու Հայաստանի հակառակորդների գործողությունները, իսկ Ռուսաստանի վարած քաղաքականությունը վերջին տարիներին չի կարելի այլ կերպ ձևակերպել, քան Հայաստանի հակառակորդի գործողություն։ Այդ առաջին մասը, երկրորդ մասը։ Գիտեք, այսպես տարօրինակ տրամաբանություն կա։ Ուրեմն Ռուսաստանը այսպես գերտերություն, միջուկային տերություն, հարավային Կովկասում հետաքրքրություններ ունեցող տերություն ու Հայաստանը, ավելին Հայաստանի ուրեմն 2 տարվա վարչապետը կարողացել է այդ գերտերության, այդ հսկայի տակից աթոռը քաշել, այդ խեղճ գերտերությունները ընկելա գետնին, բերանքսի վայր, ջարդուփշուր ա եղել ու մինչև այսօր էլ չի կարողանում ուշքի գալ, հա, տարօրինակ իհարկե տրամաբանություն է, այդ երկրորդ բաղադրիչը։ Երրորդ բաղադրիչը Ստոկհոլմյան սինդրոմի մի այսպիսի բաղադրիչ կա, որը որ միայն ձեր նշած անձի մոտ չի, դա հայասարակության ուրեմն որոշ շերտերի մոտ կա, թե այ մենք մեզ բավականաչափ լավ չենք պահել, այ դրա համար Ռուսաստանը մեզ պատժել է, հա։ Քոչինյանն ընդգծում է 2018 թվականից հետո Հայաստանի իշխանություններին կարելի է մեղադրել այլ բաներում, որ չեն փորձել արտաքին քաղաքական վեկտոր փոխել, դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի կառավարությունը արել է ամեն ինչ որ ուզել է Ռուսաստանը, ավելին կարող եմ ասել։ Պատերազմից հետո կար Խովայև անով դիվանագետ, այդ Խովայև անով դիվանագետը եկել էր, այստեղ փաստաթուղթեր բերել, Հայաստանը համաձայնվել է այդ փաստաթղթին, դրանից հետո եղել է 21-22 թվականների հարձակումները Հայաստանի վրա։ Այսինքն այս ամբողջ պատմության մեջ փորձել նկարագրել, թե դա Հայաստանն է ինչ որ էսկալացիայի գնացել, թե Հայաստանն է Ռուսաստանին դավաճանը, թե Հայաստանն է եղել պատճառը, դա այսպես առնվազն անազնիվ է, իսկ իրականում նաև հստակ պլանավորված քաղաքական օպերացիա է, ուղղված Հայաստանի պետականության դեմ, ուղղված Հայաստանի ինքնիշխանության դեմ, իսկ այդ մարդկանց աշխարհայացքի մեջ կամ այդ մարդկանց մտահորիզոնի մեջ դա նաև 26 թվականի ընտրապայքարի մեկնարկն է ինչ-որ չափով։ Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե Հայաստանը Քոչարյանի բառերով ասած Ինդիայից է զենքեր գնում, Քոչինյանը նկատում է Հայաստանը պատրաստ է եղել Ռուսաստանից կանխավճարով զենք գնել, սակայն Ռուսաստանը չի կատարել իր պարտականություններն ու չի մատակարարել զենք։ Մեկնաբանելով այդ համատեքստում Քոչարյանի արած մեկ այլ դիտարկում, թե 60, 70, 80-ականների զենքերն ամենից հուսալին են, Քոչինյանն ասում է. Ինչով էին ավելի արդյունավետ։ Վառվելով էին ավելի արդյունավետ այդ 80-ականների զենքերը։ Ասենք հասկանում եք, այնքան աբսուրդ մտքեր են նետվում քաղաքական դաշտ, որ դրանց անգամ հակափաստարկելը ուղղակի ծիծաղելի վիճակի մեջ է դնում դրանց հակափաստարկողին, որովհետև մարդիկ տեսել են, չէ՞ ինչի մասին է խոսքը, երբ որ 5000-10000 դոլարանոց դրոնով հակառակորդը կարողանում է ոչնչացնել $1 միլիոն տանկ, հիմա դրա արդյունավետությունը ո՞րն էր։ Այդ հələ այսպես ամենալավ այսպես ցուցիչների մասին ենք խոսում, հա։ Մի տեսեք մեր հրետանու հետ ինչա տեղի ունեցել 70-ականների, 80-ականների, մեր հոպը ոնց է իրան ցույց տվել 70-ականների, 80-ականների եւ այլն եւ այլն։ Ինքն ակնհայտ բաների մասին ախր հիմա խոսակցությունը գնում, որ ասում եմ, նույնիսկ աբսուրդ է դրա վրա խորանալը։ Զրուցակցի համոզմամբ պատերազմը, որ պարտադրվել է, որևէ կերպ կապված չի եղել, այսպես ասած Հայաստանի արևմտյան կուրսն ընտրելու հետ, այլ բոլորովին այլ բաղադրիչների պետականություն կառուցելու փորձի։ Դա կապված է եղել իրավազուրկ ստրուկի կարգավիճակում չապրելու մեր ցանկության հետ։ Այո, Հայաստանի մարդիկ չէին ուզում ապրեին այնպես, ինչպես որ իրենք ապրեն օրինակ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ Դա իր հերթին Ռուսաստանը անցալում է որպես սպառնալիք իր հանդեպ։ Հետ սովետական ուրեմն տարածքի բոլոր պետություններում, որտեղ ժողովուրդները ուզում են ապրել ազատ,
օրինական պետությունում Ռուսաստանը դա անցալում է որպես իր համար սպառնալիք։ Հիմի սրա լուծումը ըստ Ռոբերտ Քոչյանի իր վերադարձնա եւ Հայաստանի բնակչության ստրկացված վիճակի վերականգնումն է, դա իր տեսակետն է, դա իր առաջարկած լուծումն է։ Եվ ըստ էության այն մարդիկ, ովքեր քվեարկում են Ռոբերտ Քոչյանին կամ դրա տարբեր շոշափուկներին, հենց քվեարկում են դրա օգտին։ Այդ մարդիկ գնում են գիտակցաբար թե ապագիտակցաբար, բայց գնում են քվեարկում են հենց դրա օգտին։ Քոչինյանը նշում է, որ բանակը սրբազան դարձնելու թեմաներին ինքն էլ է դեմ, սակայն Քոչարյանի հայտարարությունները, թե բանակի վերազինում տեղի չի ունեցել, թշնամին կարող է հարձակվել, Սյունիքը գրավել, պարզապես քաղաքական շահարկում են, դիվիդենդ հավաքելու փորձ։ Ռոբերտ Քոչարյանը եւ որպես հավաքական կերպար, եւ իր նման մարդիկ ընդհանրապես փորձում են ցանկացած քաղաքական կոնյունկտուրայում հնարավորինս շատ քաղաքական դիվիդենդներ հավաքել, ինչը ընդհանուր առմամբ քաղաքականության մեջ նորմալ է, բայց մեր մոտ նորմալ չէ, որ Ռոբերտ Քոչյանը ազատության մեջ է։ Իրականում եթե մենք խոսենք թե ով է այս իրավիճակի մեղավորը, ես առաջին հերթին մեղադրում եմ օրվա իշխանություններին, որ Ռոբերտ Քոչյանը այսպես ձեռքերը գրպանները դրած շվշվացնելով բանա գալիս քաղաքում, մի հատ է խոսում թե ով ինչ պետք է անի։ Ռոբերտ Քոչյանը պետք է լիներ բանտում։ Ըստ Քոչինյանի 2026 թվականի ընտրությունները Հայաստանի պատմության ամենաբախտորոշ եւ բարդ ընտրությունն են դառնալու։ Ռուսաստանը մեծ ներդրում է անելու։ Մանավանդ որ Հայաստանում օգտագործվող ապուշների պակաս չկա, ինչպես նաև չկա պակաս մարդկանց, ովքեր որ գիտակցաբար պատրաստ են իրենց ծառայությունները մատուցել Հայաստանի հակառակորդներին։ Իրավիճակը Հայաստանում էլ ավելի բարդանում են պատճառով, որ Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունը պատերազմ է պարտվել եւ ավելի խոցելի է անգամ, քան ուրեմն այլ տեղերում խոցումների արժանացած, այսպես ասենք, ուժերը։ Այս առումով ամենավտանգավոր սցենարներից մեկը, որ կարող է կրկնվել, այդ ներկա նախկին խոսակցության շարունակությունն է, որովհետև այդ ներկա նախկին խոսակցության շարունակությունը թույլ չի տալու Հայաստանին շարունակել իր քաղաքական զարգացման ուղին։ Այդ առումով Հայաստանի քաղաքական դաշտը ճահճացել է, հասկանում եք, փոփոխություն տեղի չի ունենում։ 18 թվականից ի վեր կա այդ ներկա նախկին այդ դիլեման, կա այդ երկակի վիճակը, որը թույլ չի տալիս առողջ քաղաքական ուժերի ձևավորում, առողջ քաղաքական թիմերի ձևավորում, թույլ չի տալի քաղաքական երկխոսության ձևավորում։ Ախր խորհրդարանը երկրում, այնել պարլամենտական հանրապետությունում պետք է լինի հիմնական հարթակը, որտեղ քաղաքական մտքեր են գեներացվում, որտեղ քաղաքական բանավեճ է տեղի ունենում։ Հայաստանի խորհրդարանում տեղի ունենում միայն քաչալշուն, գողփիսո մակարդակի խոսակցություն, թալանչի դավաճան մակարդակի խոսակցություն։ Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ։ Զրուցակցի համոզմամբ Մոսկվան կփորձի ներդաշնակեցնել Քոչարյանին եւ Սարգսյանին միասնական ճակատ ստեղծել, բայց փաստը, որ Մոսկվան ցուցաբերում է նման ակտիվություն, եւս մեկ անգամ վերահաստատում է, որ Հայաստանը հիբրիդային պատերազմի մեջ է եւ պետք է աշխատի իր ինքնիշխանության պաշտպանության ուղղությամբ։